Très heureux de vous revoir. Grande occasion. Voilà. Monsieur, vous parlez français? Ah, très bien. Vous êtes... Bonjour. Շատ շնորհակալություն ձեր Ռավիրում համար, ուրախեմ այսօր այստեղ ձեր դպրոցում լինելու համար։ L'importance que vous attachez à un entretien, un dialogue avec l'ambassadeur de France en Arménie. Ինձ բնականաբար մեծ ուրախություն է պատճառում այն կարևորությունը, որ դուք վերագրում եք ձեր դպրոցում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի հետ երկխոսություն ծավալելու առնչությամբ։ J'aime beaucoup aller à la rencontre des jeunes, que ce soit les lycéens comme vous ou les étudiants. Ես շատ եմ sիրում հանդիպել երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, ինչպես ձեր պարագայում դպրոցականների հետ, այդպես էլ ուսանողների հետ։ Pour une raison très simple, c'est que vous êtes l'avenir de votre pays. Պատճառը շատ պարզ է, ինձ դա հաճելի է, որովհետև ձեզանով է պայմանավորված այս երկրի ապագան։ Et puis, je comprends que dans cette école, on pratique le français, on apprend le français. J'ai été salué en français par tout un tas de jeunes, ce qui m'a fait très plaisir. Surtout en cette année où l'Arménie, comme vous le savez peut-être, est devenue membre à part entière de l'Organisation internationale de la francophonie. L'Arménie est un pays francophone. Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիրավ անդամի կարգավիճակ այսուհետ Հայաստանը դիտվում է որպես ֆրանկոֆոն երկիր։ Alors, le représentant de la Commission nationale pour l'UNESCO vous a dit beaucoup de choses sur la relation entre la France et l'Arménie. UNESCO-ի հարցերով կարգավորող Հայաստանյան հանձնաժողովի գլխավոր քարտուղարը ներկայացրեց ձեզ եւ բավականին ընդգրկուն անդրադառնալով այն կապերի վրա, որոնցով միավորվում են Հայաստանը եւ Ֆրանսիան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը արդեն 6-րդ հանդիպումն է կազմակերպում Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցիացված դպրոցների ցանցի համար, այդ դպրոցները թվով 10 են Հայաստանում, եւ ծրագիրը, որ կոչվում է Ճանաչիր աշխարհի երկրների եւ մշակույթները, էությունը կայանում է նրանում, որ ամեն անգամ հրավիրում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններից որևէ մեկին, համատեղ հավաքում են այդ 10 դպրոցների ուսուցիչները, տնօրենները, աշակերտները եւ յուրաքանչյուր դեսպան հնարավորություն ունի ներկայացնել իր երկիրը, իր մշակույթը, այնուհետև ավելի, այսինքն այդ կենթանի շփման միջոցով աշակերտները հարցերի միջոցով ծանոթանում են դեսպանի ներկայացրած երկրի պատմություն, մշակույթ, ներկա օրվա մասին։ Մենք արդեն, ինչպես ասի, 6-րդն է, ունեցել ենք հանդիպումներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ռումինիայի եւ այսօր Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի տարբեր երկրներում տարածված է այս ցանցը,
Էությունը կարելի է նկարագրել մի քանի նախադասությամբ, որ դպրոցները այսինքն ստեղծում են մի ցանց տարբեր երկրներում, համագործակցությունը իրականանում է դպրոցների միջև, կապեր, կոնտակտներ, բնականաբար ունեն նաև որոշակի պարտավորություններ, դպրոցները պարտավորվում են այս ծրագրի ասոցիացված դպրոցների ցանցում ընդգրկված լինելով իրականացնել բազմաթիվ միջոցառումներ տարվա ընթացքում, որոնք կծառայեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գաղափարներին, խաղաղության մշակույթ, քաղաքակրթությունների միջև երկխոսության գաղափարախոսությունը տարածելով, պարզապես նպաստում է բազմաթիվ տարբեր մշակույթների միջև կապերի հաստատմանը։